Ռադիո Շանտ։ Տասնացիայստանի արդեն 27 րոպե եւ Սոնա լսում եմ քեզ։ Լսում եք ինձ շատ ճիշտ եք անում այսօր ես շատ կարևոր թեմաներ ունեմ արծարծելու եւ արժի որ լսեք ինձ սիրելիներս եւ եւս մեկ անգամ ջերմորեն ողջունեմ մեր բոլոր ունկնդիրներին առավոտյան սոնետ ծրագրի անունից 10:27 րոպե սիրելիներս եւ ինչպես նշել էինք մենք այսօր տաղավարում հյուր ենք ունենալու մեր հյուրն արդեն մեզ մոտ է այսօր մենք շատ հետաքրքիր թեմաներ ենք արծարծելու սիրելի ունկնդիրներ այս ամենի մասին դեռ խոսենք մինչև ես ասեմ թե ով է մեր հյուրը այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք արվեստագիտության թեկնածու, դոցենտ, արվեստաբան, քաղաքի մարդ, շատ սիրելի Արաքս Մարգարյանին, Արաքս ջան, ջերմ ողջույններ, շատ շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ Արաքսը, մեր սիրելի արվեստաբանը, ինչպես է սկսում իր առավոտները, ամեն դեպքում սուրճ, թե արվեստ։ Ես ասեմ, որ հիմա մի քիչ այլ է, սկզբում սուրճ էի խմում, ինչ խոսք, բայց հիմա փորձում եմ ուրիշ ձևի կազմակերպել իմ առավոտը, ջուր, կիտրոնով հագեցված, հետո վարժություններ, հետո արդեն սկսում եմ, եթե մի քիչ շուտ եմ արթնանում, փորձում եմ ինչ-որ մի բան, հոդված կամ ինչ-որ մի բան կարտալ, գրել, բայց եթե ուշ եմ արթնանում, ուշ ասածը դա 7-ն է։ 7-ը ուշն է։ Իսկ սովորաբար 5-ին եմ արթնանում եւ ավելի շատ բան եմ հասցնում անել։ Դա իրականում այն հրաշալի ժամանակն է, օրինակ վեդայականության մեջ կոչվում է սատվա այդ ժամանակը, երբ որ դու ձևավորում ես սերմ եւ գցում ես հողի մեջ, այսինքն պլանավորում ես քո ողջ օրը։ Եվ կախված նրանից, թե դու ինչ ես ուզում այդ օրվանից ստանաս, դու պետք է կազմակերպես, կանոնակարգես եւ ճիշտ սկսես օրը պարզապես։ Շատ լավ, իսկ արվեստաբանի համար օրվա որ ժամանակահատվածն է ամենահաճելին, ամենաարդյունավետը, այսպես ասենք, որ ինչու ոչ կարողանում է նաեւ արվեստի հետ ցուլել։ Ես ասեմ, որ արվեստաբան, այսպես ասեմ, իմ ճանապարհը 30 տարի ունի տևողություն, ասենք, հենց մյուս տարի կլրանա 30 տարին։ Ես սիրում եմ աշխատել համ ուսանողների հետ, երբ որ գիտելիք ես փոխանցում, այսինքն կեսօրն է դա, հիմնականում դասախոսության ժամերը, եւ շատ սիրում եմ նաեւ, երբ որ մենակ եմ ինքս ինձ հետ եւ նոր բաներ եմ պրպտում, գտնում եւ անընդհատ դու պիտի լցվես, անընդհատ պիտի դու քո գիտելիքները համալրես, որ կարողանաս փոխանցես։ Շատ լավ, կարևոր է։ Արաքս ջան, իսկ քո ներսում գերիշխող եղանակը ո՞րն է։ Էլի դա տարիքի հետ է կապված, 40-ից հետո ես 45-ից ավելի ճիշտ հասկացա, որ պետք չէ ոչ շատ ուրախանալ, ոչ շատ տխրել, ստոիկյան փիլիսոփայություն ձևավորվեց իմ մոտ եւ պետք է կյանքին նայել այսպես դիդորտի հայացքով, ամեն ինչ ընդունել, քմծիծաղով շատ դեպքում, որտեւ եթե դու խորանում ես իրականության մեջ, դու կորցնում ես ինքդ քեզ։ Դրա համար շատ դեպքում չեմ հետևում հեռուստատեսությանը, կներեք իհարկե անկեղծության համար, որտեւ հեռուստաընկերություն ունեմ գտնվում չեմ նայում լուրեր, աշխատում եմ շատ քիչ մինիմալի հասցնել սոցցանցերում իմ եղած ժամանակը, առաջ շատ ավելի շատ էր, εμես որ ես փորձում եմ ապրել իմ կյանքով, ստեղծել իմ աշխարհը եւ այդ աշխարհի մեջ հնարավորինս շատ մարդ ներգրավել, որտեվ արվեստի աշխարհը սիրուն աշխարհ է, մաքուր աշխարհ է եւ դրա համար չես կարող դու այդ ամեն ինչից հետո մեկից անընդհատ առերեսվել, այն ինչ որ հիմա է կատարվում քո իրականության մեջ։ Այո, ցավալիորեն, այսպես քաոսային բաների ականատես ենք մենք դառնում Արաքս ջան եւ կարծում եմ նաեւ որ ինչ որտեղ ուժ է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս այդ գեղեցիկ աշխարհը պահպանել, որտեղ դու կաս, որտեղ արվեստն է գերիշխողը եւ առավել եւս ներգրավել մարդկանց այդ գեղեցիկ աշխարհի մեջ։ Սիրելիներս, վաղը մարտի 21-ն է եւ ես օրինակ ինքս հիշում եմ, որ դեռ ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում էին, որ Հայաստանում
իսկական գարունը գալիս է մարտի 21-ից, այսինքն մինչ այդ ձմեռը։ Մարտի 21-ից գարուն է գալիս եւ կարծում եմ, որ այս ամենը հենց այնպես ասված խոսքեր չէին, հատկապես Արաքսի նման մարդու համար, ով խորքային գիտելիքներ ունի, կոնկրետ կապված մարտի 21-ի հետ, սիրելի ունկնդիրներ։ Եվ մարտի 21-ին հենց կարծում եմ պատահական չէ ընտրված այս օրը, որ մենք բոլորս առիթ ենք ունենալու ներկա գտնվել ձեր դասախոսությանը։ Հիմա ասեմ, դիեզերքի մասին հին հայերի գիտելիքները դիեզերական ժամանակի օգտագործումն առօրյա կյանքում խորագրով։ Կուզենայի Արաքս ջան, որ հանգամանալից այսպես խոսեինք այս թեմայի շուրջ, արդեն բուն թեմային ենք անդրադառնում եւ բացատրեիք մեզ, թե ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Շատ լավ, բայց ես մի քիչ ուզում եմ նախապատմությունից սկսել։ Շատ լավ, մենք սիրով լսում ենք։ Ուրեմն սիմվոլներով, խորհրդանշաններով սկսել եմ զբաղվել 2020 թվականից։ Ընդհանրապես արվեստը խորհրդանշան է, եւ երբ որ դու դրա մեջ խորանում ես, քեզ հատ անում է խորություն, եւ մանավանդ երբ որ դու փնտրում ես քո ազգայինը, քո ազգային հենքը, եւ ինձ համար մի հսկայական բացահայտում դարձավ խորհրդանշանների աշխարհը։ Ցավոք սրտի մեր ամբողջ հնագույն գիտելիքները, խոսքը նաև մինչ քրիստոնեական հետանոսական գիտելիքների մասին է, շաղ է տված, ես այդ կհամեմատեի ինչպես ուլունկաշարը շաղտաս մարկագետնով եւ հիմա փորձում եմ հատիկ հավաքել եւ ստացվում է մի հատ հրաշք բան։ Իմ դասախոսությունները սկսել եմ 2022-ից եւ այդ խոր ուսումնասիրել եմ հայկական այբուբենի խորհրդանշանները, հայկական գորգի խորհրդանշանները, հայկական հավատքի խորհրդանշանները, ամեն մեկը շատ կարևոր թեմա է եւ հայի համար շատ կարևոր այսօր իրականում ինքնության հետ առնչվող, երբ որ ես սկսում եմ այդ դասախոսությունները, մարդիկ համաձայնվում են չի, որտեվ իրանք հիշում են ինքները իրենց, այդ կոդեր են հասկանում, այդ մշակույթը, այո, մշակույթը դա կոդեր են։ Ինչի այսօր հարվածները ուղղորդված են դեպի մշակութային ինքնությունը, որովհետև մարդ պայելու, տվյալ ազգի մեջ պայելու համար մշակույթն է առաջին գործիքն ու զենքը։ Եվ ուրեմն կազմակերպում էի դասախոսություններ համ ակադեմիայում, համ մանկավարժական համալսարանում, համ հանրային դասախոսություններ Արաքսում, բարեգործական կազմակերպում էինք եւ այդ ընթացքում ամեն դասախոսությունից հետո դա գրում էի, գրի էի առնում եւ վերջում ունեցա գիրք, հայկական սիմվոլների հետ կապված գիրք։ Ցավոք սրտի դեռ վրան աշխատելու բան կա, ես գտնում եմ, որ ինքը կիսատ է, ամբողջությամբ չէ գրված, բայց եւ այնպես շատ կարեւոր էստեղ արդեն դրույթներ կան, որոնց վրա աշխատելու դեպքում մենք ավելի այսպես ամբողջական պատկեր կունենանք։ Եվ գիտեք ինչ ստացվեց, որ մեր ամբողջ մշակույթը գորգերի հետ ես աշխատում, հանգարց գտնում ես բան այբուբենից, այնտեղից ես աշխատում դիեզերագիտությունից, ամբողջը կապված է դիեզերքի մասին գիտելիքների հետ։ Եվ մեկը մյուսին օգնում է միացնել, լրացնել եւ ոնց որ հավաքվում է ամբողջական puzzle։ Այսինքն մեկը մյուսի հետ այնքան տրամաբանորեն շղթայված է եւ ամրացված, որ ստացվում է այն ինչ որ մենք այսպես ճանաչում ենք որպես աշխարհայացք, որպես տեսակի բնութագրող այսպես հասկացողություն։ Եվ ասեմ, որ դիեզերքի մասին գիտելիքները ես մի քիչ ավելի ուշ սկսեցի դրանով զբաղվել, ճիշտ ասած ոգևորված է նաև Վազգեն Գևորգյանի գաղափարներով, 5-6 անգամ եղել եմ Քարահունջում եւ ֆանտաստիկ էր նաև նախորդ տարի, երբ որ Նեմրուդ լեռ բարձրացա, երբ որ մենք Նավասարդը տոնում ենք միշտ օգոստոսի 11-ին, բայց սա հայագիտության ամենախոցելի կետն է, ինչի, որովհետև նույն հայագետների մի մասը, օրինակ Արտուր Արմին, Համլետ Մարտիրոսյան պնդում է, որ մարտի 21-ն է եղել նոր տարին, իսկ ասենք Վազգեն Գևորգյանը եւ այսօր ինքը արդեն ունի 10,000-ից ավելի հետևորդներ, հա, եւ ընդունում են դա նաեւ դրսի գիտնական, օրինակ Գրեմ Հենկոկը, հնագույն քաղաքակրթությունների գիտակ, ընդունում են
կենսագան ակադեմիայի, այսպես պարոնարմալ կամ աստրոֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողները ընդունում են այդ օգոստոսի 11-ը եւ ամենակարևոր այսօր վիճելի հարցը, եթե ուզում եք իմանալ, դա որն է նոր տարին, հա, նոր տարին։ Իսկ ո՞րն է նոր տարին։ Հա, ասեմ, նավասարդը օգոստոսի 11 դիմավորելու այդ տեսության կողմնակիցը առաջինը այսպես բերել է Հովանես Սարգսակը, որը 11-րդ դարում մտցրել է անշարժ տոմար հասկացողությունը, անշարժ տոմար 365 օրից բաղկացած, որը ուներ 13 ամիս, որից 13-րդը հավելյացն է, գիտեք, 5 օրերից բաղկացած։ Մինչև այդ մեր տոմարը եղել է շարժական, այսինքն անդադ փոխվել է տարին։ Եվ դրա հիման վրա Ղևոնդ Արիշանը դարձյալ նույնիսկ ինքը բերում է Հայգի ու Բելի մենամարտի օր այդ հաշվարկների հիման վրա եւ ասում է, որ օգոստոսի 11-ից հաշվելով նու վերցնում է սոտկական շրջան, այդպիսի հասկացողություն կա, երբ որ փետրվարի ամբողջ տարին 365 ամբողջ, հա, 6 ժամ է եւ դա 4 տարի մեկ է հավաքվում, դառնում 366, հա, այդ դրա հիման վրա եւ ուրեմն 1460 տարում մի տարի ավելանում է։ Այդ հաշիվները դրանք շատ բարդ հաշիվներ են։ Հիմա միևնույն է ասենք էլ չի պատկերացվի։ Ինքը գտել է պարբերաշրջանը, որը մեր թվարկությունից առաջ 2492 թվականն է, իբր Հայկու Բելի մենամարտը։ Բայց ասեմ, որ այդ ժամանակ գդածոները թույլ չէին տալիս ավելի համարձակ գնալ։ Ինչու երկու պարբերաշրջան, եթե ոչ 3, եթե ոչ 4։ Եվ օրինակ Պորդասարի հայտնագործությունները նույն Թուշկիայում Գյոբեկլե Թեպե են ասում, բայց դա մեր Ուրֆան է պատմական, որը եղել է սրբավայր եւ Եդեսյան է նույն։ Չմոռանանք, որ Մաշտոցը հենց այնտեղից էր փնտրում, չէ, այդ նախամաշտոցյան գրերը։ Այո, հզոր հոգևոր կենտրոն էր։ Եվ այդտեղ հուշարձանը, երբ որ գերմանացի հնագետ անուն մոռացա Կլաուշմիտը ներողություն սկսեց բեղել, հայտնաբերեց մեր թվարկությունից առաջ 11-րդ դար։ Պատկերացնում եք, արդեն գնում ենք 13,000 տարի մեր ժողովրդի, մեր ազգի ինքնությունը, եւ այսօր իրականում Գյոբեկլե Թեպեն փոխում է ողջ մարդկության պատմության ընթացքն է փոխում, այսինքն ցույց է տալիս ինչքան հին է այս ժողովուրդը։ Ուղղակի այսօր ես միշտ ասել եմ, մշակույթը քաղաքականություն է եւ դրա համար պետք է հզոր լինես։ Իսկ ապացույցը շատ հեշտ է, գենետիկ անալիզ, հա, ԴՆԿ անալիզ, որը այսօր շատ հասանելի է։ Այդ ովքեր որ կառուցել են այդ հնագույն մշակույթը, այդ ոսկորները անալիզ արեք եւ ընդամենը բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Իսկ հայկական կենը շատ կայուն ու մնայուն է։ Եվ վերադառնամ ձեր հարցին, ուրեմն ես այսպես եմ մտածում, որ կան էլ դատողությունները հստակ են, որ մարտի 21-ը նավասար չի, բոլոր դեպքում ես աչքով եմ տեսել, որ օգոստոսի 11-ին առավոտ 4:15 բարձրանում է Օրիոն համաստեղությունը, մեր հայկը։ Դա կոչվում է արեգակնային ամբարձում, այսինքն բարձրակետն են կբարձրանում։ Եվ նույնը տեսել եմ Նեմրութն էլ ոնց որ աստղադիդարան է։ Եւ ինչպես կարելի է դրանից հետո չընդունել, բայց ես այսպես կանեմ, մարտի 21-ն էլ է շատ կարևոր էներգետիկ օր, ընդ որում պետք է վերցնես հին ժողովուրդների մոտ հնագույն սրբազան են համարվել հենց այդ օրերը սրբազան, գարնանային, աշնանային, գիշերահավասար, ամառային, ձմեռային, արևադարձ, դրանք սրբազան, սակրալ օրեր են եւ բոլոր կարևոր ծեսերը կապված են դրանց հետ, նույն Միհրի պաշտամունքը, տեսեք դեկտեմբերի 22-ին է, էլի մեռնել եւ վերածնվել գաղափարն է դրված, բոլոր հնագույն քաղաքակրթությունների մեջ
Մարտի 21-ը նշվում է որպես սակրալ օր։ Ինչի է նշվում, որովհետև գիշեր ցերեկ հավասարվում է իրար։ Էներգիաները դրական, բացասական հավասարվում է իրար։ Այսօրվա օրը ինչ ցանում ես հողի մեջ, ինքը շատ արագ է ծլարձակում, շատ արագ է բացվում եւ շատ մնայուն է դառնում։ Պատահական չէ, որ մեր նախնիները, հա, այս օրերի մեջ բան են արել, հատուկ ծեսեր, սակրալ ինչ-որ գործողություններ, ասենք պորտալ բարկա, երբ որ մեկ հարթությունից մյուսն է տեղափոխվում, մենք պորտալար, հա, տեսեք հայկական պորտալարն է դա, երբ որ դու կարող ես նոր մտքեր տալ, նոր գաղափարներ տալ եւ նոր ցանկ տալ, այդ ամեն ինչին հնարավորություն տալ, երբ որ քո իրականությունը փոխելու, ռեալ քո իրականությունը փոխելու հնարավորություն կա մարտի 21-ին։ Եվ մի բան էլ ասեմ, տեսեք, հնագույն նույն քաղաքակրթությունները, պարսիկները տոնում են Նավրուզ, հա, այո, օրինակ մայաները այդպիսի տաճար ունեն, Չեչենիցա է կոչվում, 365 սանդուղքից է, հա, այդ տաճարը բաղկացած, ուրեմն մարտի 21-ին գալարվող օձի պատկեր է երևում ուղիղ 45 րոպե եւ էլի կապված է բնության զարթոնքի հետ, նոր ուժերի արթնացման, նոր էներգիայի արթնացման, նոր հնարավորությունների բացման հետ։ Այդ ամբողջը բոլորը փոխկապակցված է։ Նույնը Stonehenge-ն են անում։ Ուղղակի տեսեք մեր ամբողջ ժողովրդի ողբերգությունը ինչումն է։ Ինքը ամբողջ մարդկությանը հազարավոր գիտելիքներ է տվել, հզոր գիտելիքների աղբյուրի, բայց այնքան ցրված է իր իսկ գիտելիքները, որ շատ բարդ է ամեն ինչ իր համար։ Եվ ես անձամբ գտնում եմ, որ պետք է նշել եւ մարտի 21-ը, որպես նոր սկիզբ, իրականում գարնանամուտ, պետք է նշել, ես կասեմ նաև ինչ գործողություններ էին անում հնում եւ նաև Բարդադիր օգոստոսի 11-ը, որովհետեւ դա մեր միավորման օրն է, երբ որ վերցնենք, որ Հայկը հաղթել է Բելին։ Իսկ այդ դեպքում մենք որ վերցնում ենք, բոլոր մեր հերոսները ունեն երկնային այսպես մարմնավորումներ, հա, տեսեք Հայկ Օրիոն, Բելը այդ դեպքում ով է։ Բելը այստեղ հանդես է գալիս, ինչպես ես նայել եմ ուրեմն Արտուր Արմինի մոտ աղեղնավորի եւ օծագիրի համադրություն, երբ որ Հայկը բարձրանում է Օրիոնը, ուրեմն Բելը իջնում է, հա, եւ նաեւ Հայկի մյուս այսպես փոխակերպումը մենք տեսնում ենք ջրհոս, հա, ջրհոս, որը Հայանն է, Հայան, Հայկը Հայայի որդին է, իսկ Հայան ջրերի աստվածն էր, հա, գլխավոր Արատայի աստվածը, որը պատկերվում էր երկու ուրեմն աղբյուր, մի րոպե, անոթ, որից հոսում են երկու աղբյուրներ, Տիգրիսն ու Եփրատը։ Մի խոսքով, շատ խորքեր է, որ գնում ես շատ ես խորանում։ Խորանում ես հիանում քո արմատներով եւ այստեղից էլ հենց հարց է առաջանում, Արաքսայի հին հայերը իրենց գիտելիքներով այնքան են աչքի ընկնում, այսպես ուսումնասիրությունները լսում ես, ընթերցում ես, մարդիկ պատմում են, բացատրում են, հասկանում ես, թե ինչ հզոր գիտելիքի տեր ենք մենք եղել։ Ինչու ենք մենք այսօր այսքան զիջող դարձել այդ առումով։ Որովհետև 2000 տարի մեր վրա աշխատել են բացասական իմաստով, նախ տարակարծությունը, ինչ որ մի գետե գաղապար կա, դրական մենք տեսնում ենք կողքը հագադիշ գաղապար են ստեղծում եւ փորձում են այն միավորվելու, միասնության, ոգևորման աղբյուրը անմիջապես փակել։ Մեզ սերմանում են օտար գաղապարներ, գաղապարախոսություններ եւ մենք շատ դեպքում ես երիտասարդների հետ գործ ունեմ։ Իրանք հիացած են դրանցով, տարված են դրանցով, իրանք տեսնում են վերջնարդյուն կա, այո, վերածնունդի արվեստը, ասենք 20-րդ ու 19-րդ դարի այդ ամբողջը իհարկե հիացմունք է առաջացնում եւ ես էլ եմ ինքս շատ սիրում, ես դրա գիտակն եմ,
բայց եթե մենք խորանանք, թե դա ամեն ինչը ինչպես է ձևավորվել, որտեղից է եկել, եւ տեսնում ենք, որ հնագույն քաղաքակրթությունների այսօր ակունքները որտեղից է գալիս, դեռևս Կանկրելիձե Իվանովի տեսությունն էր, հա, որ բոլոր հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը եղել է այն տարածքը, որը կոչում ենք հայկական լեռնաշխարհ, ոչ թե այս 30 չէ, մի 29 չգիտեմ ինչ, հա, այ 300,000 քառակուսի կիլոմետրը, որտեղ ձևավորվել է հայ ժողովուրդը, այդտեղից են ցրվել։ Մինչև հիմա բասկերի գենը չեն կարող գտնել, թե որտեղից է եկել, բայց գենոմը եւ իրենց սովորույթները, իրենց լեզուն բերում է դեպի հայկական լեռնաշխարհ, կամ տեսեք նույն Մինոսյան քաղաքակրթությունը, որը նախահունական քաղաքակրթությունն է համարվում։ Էլի, այսօր թե են անում, ասում են Անատոլիայից եկածներից, ցավոք սրտի, ոչ մեկը չի ասում հայ, ասում են անատոլիական մշակույթ։ Ուրիշ է հնչում դա։ Դա ամբողջը քաղաքականություն, Իհարկե։ Այնպես որ մենք դեռ շատ բացահայտումների ենք սպասում, պետք է վերանայել մեր ամբողջ պատմությունը, ընթացքը, կախված նաև շումերական քաղաքակրթության հետ, միտանի հետ, շատ դեպքում դրանք շրջանցվում են, բայց եւ այնպես շատ հարցերի պատասխաններ հենց այդտեղ է դրված։ Շատ լավ, Արաքսյան։ Շարունակենք մեր հարցազրույցը։ Ուրեմն 21-ին մենք նախ այդ օրը այնպիսի օր էր, որ ես որպես այդ 5 գիտություններ ուսումնասիրող մարդ չէի կարող այդ օրը բաց թողնել, դա իմ կողմից վատ կլիներ եւ այդ օրը ես խոսելու եմ հնագույն մեր գիտելիքներից, սկսված ուրեմն աշխարհի մասին պատկերացումներից մինչև օրերից ու ժամերից եւ ասեմ, որ ամեն ինչ հնագույն ինչ որ դուրս է գալիս կրում է այդ ինֆորմացիան։ Ինֆորմացիա ենք ստանում գոտուց, որը Սանահինի ուրեմն դամբարանից է դուրս եկել, պարզվում է, որ այդ գոտին օրացույց է նաև։ Այդ դրա միջոցով են հաշվել օրերը։ Հնագույն մեր գորգը, աշխարհում ամենահին գորգը Պազիրիկ գորգն է, որը Ալտայից են հայտնաբերել, եւ լավ է, որ ավստրիացի գիտնականներ են, ոչ հայ, ուսումնասիրելով պարզել են, որ դա ստեղծվել է Արարատյան թագավորությունում 5-րդ դարում Քրիստոսից առաջ։ Ինչից են պարզել։ Նախ առաջինը կրկնագի հանգույցից, դա հայկական տեխնիկա, գույնից, ոճավորումից եւ զինվորների պատկերներից եւ շատ չխորանամ, էլի բաներ կան, դա եղել է տոմար, գորգ տոմար, որը հստակ իր մեջ թվային քանակը ամեն ինչը ունի արևի, ուրեմն իջնելուց մինչև բարձրանալու կետ, այդ բոլոր հաշիվները ցույց է տալիս այդ ուրեմն գորգը։ Նաև շատ խեցեղ են կա, որտեղ պատկերված են մեր ուրեմն հնագույն գիտելիքները, պրեցեսիա, գիշերային հավասար, գիշերահավասար, ասենք գարնանային, աշնանային, արևադարձ, այդ բոլոր օրերը ֆիքսված է։ Նաև մեր հուշերի մեջ կա, մեր Սասնածռեր էպոսի մեջ կան շատ կարևոր տեղեկություններ մեր տոմարի մասին, շատ կարևոր տեղեկություններ, տեսեք, ես լավ, շատ քարտեր չեմ բացի, այսպես ասած, բայց մի բան ասեմ, որը ձեզ համար կարող է առաջին հայացքից նաև այսպես անընդունելի, անսովոր թվա, հետաքրքիր է։ Այո, զոդիակը։ Ինչ բան է զոդիակը, մենք բոլորս ասում ենք արևելյան զոդիակ, ամսանունները, ամիսները, չէ, այո, բայց ոչ մի տեղ չկա այդ զոդիակ բառի բացատրությունն ու իմաստի հասկացողությունը։ Լավ, եթե ասում ենք, որ դա ստեղծվել է արևելքում, Չինաստանում, հա, Ճապոնիայում, ապա ինչի չկա փղի պաշտամունք, Կոգորտիլոսի պաշտամունք, լավ, եթե չինական է պանդայի պաշտամունք, որ իրանց համար սրբազան է, չէ։ Եվ միայն այն կենտանիներն են, որոնք որ հայերի համար եղել են սրբազան եւ պաշտելի։ Բոլոր այդ կենտանիներն են։ Այն կենտանիներն են, որոնք որ մենք դիտել ենք, որը մեզ համար վիշապը, օձը, արյուծը, պաշտամունքային են եղել։ Պատահական չէ, որ անգլիացի Օլկոտը ասել է, որ ով որ ստեղծվել է զոդիակը,
ապրել է 30 հյուսիսային, ուրեմն կիսագնդի 36-ից 44 աստիճանների հատվածում, այսինքն հայկական լեռնաշխարհն է, էլի բերում է մեր մոտ։ Ընդ որում, տեսեք, զոդիակ բառը Z օյով կրեն կլոր, օդի ակ, այսինքն հենց ինքը զոդիակը մենք այդպես ենք պատկերացնում, պտտվող շրջան, չէ։ Այո։ Ասեմ ավելին, այստեղ նաև կոդավորված է մեր էպոսը, մեզ համար ընդհանրապես այդ հեքիաթների, այդ երկերի հասկացողությունների մեջ դրվում է ամենակարևորը, ինչ որ կա ազգի համար։ Օրինակ, տեսեք, ջրհոս, կույս, երկվորյակ, հա, ինչ կապ ունի, ասենք, այդ ամեն ինչի հետ։ Հիմա նայենք, ով է ջրհոսը։ Հայը Աստվածը, մի քիչ առաջ ասեցի, հայր Աստվածը, ընդ որում ասում ենք մենք հայկի հետնորդներն ենք, չէ՞։ Այո։ Բայց պետք է դա հայկի լիներ, հայկեր լիներ, ոչ թե հայեր։ Այսինքն հայը հայկի հայրն էր, եւ մենք հայը ջրի Աստվածն էր։ Այդտեղից ենք մեզ համարում հետևորդ, հետնորդ։ Ուրեմն հայը, ջրհոսը հայն էր։ Ջրհոսից գալիս է կույս համաստեղություն, կույսով էր ծովինարներ, հա, ծովինարներ, հələ ծովինարից 9 ամիս գնացեք, հաշվեք, ստացվում է, հետ գնացեք, ստացվում է երկվորյակ, դա արդեն Սանասարի ու Բաղդասարի ճյուղն է գալիս, հա, հա, հոկտեմբերից հաշվենք մինչև ուրեմն հունիս, ընկնում է 9 ամիս, դա գալիս է երկվորյակները, իսկ ով էր աղեղնավորը, նո աղեղնավորը մեկ քիչ ավելի բարդ է, որովհետև դա հավաքական կերպար է, եւ Դավիթներ աղեղնավոր, եւ Մեհերներ աղեղնավոր, եւ Հայկներ աղեղնավոր, այն, որը պահապան է եւ ինքը հանդիսանում է ազգի տոտեմը, հայր, այսպես առաջնորդը։ Այո, այսպեսի փաստեր սիրելի ունկնդիրներ։ Օրինակ։ Այսպեսի խորքային օրինակ, ինձ թվում է, որ մեր ունկնդիրների մոտ եւս այդ հետաքրքրությունը առաջացավ, կարելի է անվերջ լսել, բացահայտել։ Խոսքեր չունեմ, Արաքս ջան, եւ սիրելի ունկնդիրներ, այս ամենի ունկնդիրը լինելու համար անհրաժեշտ է անպայման հիշել վաղվա օրվա մասին, հանդիպումը անպայման տեղի կունենա ժամը 15-ին, հա։ Այո, ժամը 15-ին, քանի որ ցանկացողները շատ են, ես իրականում շատ մեծ բան չէի նախատեսել, ավելի համեստ, բայց հասկացա, որ հետաքրքիր թեմա է եւ շատերին կհետաքրքրի եւ դրա համար մի քիչ տեղը ընդլայնի, բայց իրականում ես մտադիր եմ շարք անել դասախոսությունների, որտեղ մենակ այս թեման չէ եւ ինքը ունի շարունակություն եւ այսօր ամենակարևոր խնդիրը իրազեկելն է մարդկանց, ստեղծել համախոհների խումբ։ Ճիշտ է, մի հոգու էներգիան շատ ուժեղ է, բայց երբ որ նման մտածող, նման թրթիր ունեցող մարդիկ միավորվում են, դա ավելի ուժեղանում է այդ էներգիան եւ կարելի է այդ էներգիայով հրաշքներ գործել։ Ես հավատում եմ։ Այդ ամենին հետևողներ կան։ Քանի որ ես տարիներ շարունակ եմ աշխատում այս ոլորտում, ունեմ հետևորդներ, ունեմ մարդիկ, որոնք ինձ հավատում են, որոնք որ սիրում են այս թեմաները եւ իրենք բոլոր դասախոսություններին կան նաեւ երիտասարդներ, բայց ցավոք սրտի իրանք ավելի քիչ է, միջին տարիքն է ավելի շատ հետաքրքրված, որպես այդպեսին ասեմ, որ միջին տարիքն է, որ ինքը բաց է ամեն ինչին, բանն այն է, որ երիտասարդներին ուրիշ արժի համակարգ է տրվում այսօր ու այդ աշխատում են շատ հետևողական ձևով, մի քիչ դժվար է, բայց եւ այնպես, երբ որ շատ բաներ տեսնում են, հա, եւ շատ բաներ այդ հասկանում եք նաեւ տեսանելի է դա Այդ մենք ոչ միայն այսպես մետաֆիզիկ, միստիկ բաներից ենք խոսում, այլև այո, բարձրացնում ես գլուխը, աստղերին ես նայում, այնպես չէ որ դա ինչ որ թաքնված բան է։ Այո, դա այնպես որ ես հույս ունեմ, որ երիտասարդների մեջ սա պետք է ավելի շատանա, ավելի պետք է տարածվի էս հետաքրքրությունը իմ ցանկությունն։ Մենք վայրը չնշեցինք, որտեղ է տեղի ունենալու։ Արաքս հյուրանոցային համալիրում, իրանք միշտ ինձ ընտառաջ են գնում։ Արաքսը Արաքսում։ Այո, այդտեղ է սիմվոլ կա։ Ամեն ինչը ես սիրում եմ սիմվոլների մեջ ապրել եւ Արաքս անունի մեջ է սիմվոլ կա, ամեն ինչի մեջ կա, այնպես որ
Կենսատու սիմվոլ ես ասեի, մայր սիմվոլ։ Այո, նաև այդպես, այնպես որ ինձ թվում է, որ շատ ամեն ինչ պարզ է, ուղղակի հարգավոր է ժամանակ եւ էներգիա հատկացնել եւ այն մարդիկ, ովքեր կուզենան այդ ամեն ինչի մեջ մտնել, ավելի ճիշտ ես այսպես եմ ասում, ես իրանց հիշողությունն եմ արթնացնում, ես այնպես չէ որ նոր գիտելիք եմ տալիս, որտեվ գենետիկորեն այդ հիշողությունը ամեն հայի մեջ է, իսկական հայի, որովհետեւ հիմա մի քիչ հասկանալը դժվար է այդ ամեն ինչը։ Եվ դրա համար ընդհանրապես պետք է արթնացնես այդ մարդու միջի եղած հիշողությունն ու գիտելիք, ուրիշ ոչ մի բան։ Ես վստահ եմ ու հավատում եմ, որ Արաքս կարողանա դա անել, սիրելի ունկնդիրներ, անչափ կարևոր է այո մեր այս քաոսային օտարա մոլ այդպես է, որքան էլ ուզում է չցանկանանք, որ այդպես լինի, այդպես է։ Այդպիսի իրականության մեջ կարողանանք գտնել այն ոչ հեշտ ուղին, բարդ ուղին, որը մեզ տանում է ետ դեպի մեր արմատները, որովհետև ամեն բան սկսվում է այդտեղից ու ոչ միայն մեզ համար, ինչպես նայում ենք աշխարհի մի շարք քաղաքակրթությունների համար է այդպես եղել։ Եվ մենք շատ ուրախ ենք Արաքս ջան, որ դուք կարողանում եք այդ ուժը գտնել ձեր մեջ, որովհետև ճանապարհը հեշտ չէ, բայց ամեն դեպքում կա եւ լինել այդ ճանապարհը ցույց տվողը ինչու ոչ նաև երիտասարդներին ու բոլորին, ովքեր որ հետաքրքրված են այս ամենով։ Շնորհակալ ենք Արաքս ջան հյուրընկալության համար։ Ափսոս որ շատ հարցեր կային, որոնք չհասցրեցինք տալ, որովհետև ժամանակը սահմանափակ է, ինչպես եւ միշտ պատահում է յուրաքանչյուր հաճելի զրույցի ժամանակ։ Անչափ շնորհակալ ենք Արաքս ջան։ Ես եմ շնորհակալ հրավերի եւ հաճելի զրույցի համար։ Ամենայն բարիք Արաքսին եւ իհարկե ամփոփենք մեր ծրագիրը։ Այսօր մենք խաղարկում ենք դեպ Արաքս հարց, որը կապ ուներ նաև ինչ-որ չափով աստղագիտության հետ ու տիեզերքի։ Փորձելու էին գտնել մեկին, ով գիտաֆանտաստիկայի հիմնադիրն է, քանի որ 1634 թվականին նա գրել էր ու հրատարակել մի աշխատություն, որը նկարագրում էր մարդու ճանապարհորդությունը դեպի լուսին եւ համարվում է գիտաֆանտաստիկայի առաջին ստեղծագործությունը։ Խոսքը գալ դեպքում Յոհաննես Կեպլերի մասին է, ով նաև այսպես գումար վաստակում էր հորոսկոպներ կազմելով։ Մենք խոսեցինք նաև որոշակի այսպես մանրամասներ ներկայացրեցինք, բայց ամեն դեպքում հիշեք, որ գիտաֆանտաստիկայի հայրը հիմնադիրը համարվում է Յոհաննես Կեպլերը։ Սա մեր հարցի պատասխանը։ Ամփոփեցինք նաև հարցը, ամփոփում ենք նաև ծրագիրն ու շաբաթը, սիրելի ունկնդիրներ, եւս մեկ անգամ բոլորիդ ասելով շնորհակալություն։ Ես չմոռանամ ասել, որ մեր հարցազրույցի տեսագրությունը շատ շուտով նաև Facebook-ում կտեղադրվի, սիրելի ունկնդիրներ, Շանթ Գյումրի եւ Ռադիո Շանթ էջերում, անպայման հետևեք եւ ունկնդրեք մեր այս շատ հետաքրքիր հարցազրույցը, որը կարծում եմ, որ շատ բաներ կբացահայտի նաև ձեզ համար։ Ու լավ մնացեք, հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում, կհանդիպենք նոր շաբաթվա առաջին օրը։ Ռադիո Շանթ